Կիևը էական փոփոխություններ է մտցրել հակամարտության կարգավորման ԱՄՆ խաղաղ ծրագրի կետերից մեկում։ Փաստաթուղթը ներառում էր դրույթ, որը պետք է օգներ բացահայտել կոռուպցիան Ուկրաինայի կառավարությունում, հայտնել է Wall Street Journal թերթը։ Պարբերականի աղբյուրը հայտնել է, որ փաստաթղթի նախնական տարբերակում Ուկրաինայի ստացած ամբողջ միջազգային օգնության աուդիտի անցկացման կոչ է եղել, բայց 28 կետից բաղկացած համացանցում հայտնված փաստաթղթում տեղ գտած ձևակերպումները արդեն փոխվել են։ Այս կետը բացառվել է, ավելացնելով խոսքեր հակամարտության ընթացքում կատարված գործողությունների համար կողմերի լիակատար համաներման մասին։ Համացանցում հայտնված փաստաթղթի տարբերակն արդեն ներառում է Կիևի կատարած խմբագրումները, ընդգծել է թերթը։ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր եւ երկարամյա նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին նախազգուշացրել է ուկրաինացիներին, որ ՆԱՏՕ-ն կցանկանա նրանց գայթակղելով տանել իր շարքերը եւ հետո ոչնչացնել։ Այս մասին հայտարարել է Նորվեգիայի հարավարևելյան համալսարանի պրոֆեսոր Գլեն Դիզենը։ 2006 թվականին Ժիրինովսկին նախազգուշացրել է ուկրաինացիներին, որ ՆԱՏՕ-ն նրանց գրավելով կտանի իր շարքերը եւ կոչնչացնի, քանի որ, ինչպես ինքն էր պնդում, Ուկրաինան կօգտագործի որպես Ռուսաստանի դեմ ճակատային գիծ, հայտնել է պրոֆեսորը։ Ավելի վաղ Վլադիմիր Ժիրինովսկին կանխատեսել էր Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը Ուկրաինայի ճակատագիրը քննարկելու համար։ Նա ենթադրել էր, որ ուկրաինական հողերի մի մասը կանցնի Ռուսաստանի վերահսկողության տակ, իսկ դրանից հետո Վաշինգտոնն ու Մոսկվան կկարողանան վերականգնել հարաբերությունները։ ԱՄՆ իշխանությունները ակնկալում են, որ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին կստորագրի խաղաղ ծրագիրը գոհաբանության օրը, նոյեմբերի 27-ին, հայտնել է Financial Times-ը։ ԱՄՆ-ի ծրագրի համաձայն, մինչ այդ ժամկետը Ուկրաինայի առաջնորդը կստորագրի համաձայնագիրը։ Ամսվա վերջին այն կներկայացվի Մոսկվայում, իսկ դեկտեմբերի սկզբին հակամարտության կարգավորման ողջ գործընթացը կավարտվի։ Հայտնել է պարբերականը, վկայակոչելով ուկրաինացի պաշտոնյաներին, որոնք ցանկացել են անանուն մնալ։ Զրուցակիցները ընդգծել են, որ այդ ժամկետների պահպանումը քիչ հավանական է, քանի որ Զելենսկու գրասենյակը պլանի մի քանի կետեր համարել է Կիևի համար հստակ կարմիր գծեր։ Այդ պատճառով ուկրաինական կողմն աշխատում է Վաշինգտոնին հակընդդեմ առաջարկների ցանկի վրա։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն խոստացել է, որ Վաշինգտոնը եվրոպացի գործընկերների հետ կքննարկի ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի Ուկրաինայում հակամարտության կարգավորման խաղաղ ծրագիրը։ Այս մասին հղում անելով եվրոպական բարձրաստիճան աղբյուրներին հայտնել է Wall Street Journal թերթը։ Ռուբիոն ուրբաթ օրը բանակցություններ կվարի եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնք պատասխանատու են ազգային անվտանգության համար, հայտնել են զրուցակիցները։ Աղբյուրները նաև նշել են, որ Եվրամիության երկրները որևէ կերպ չեն մասնակցել Թրամփի ծրագրի ստեղծմանը եւ մինչեւ այս պահը տեղեկացված չեն եղել ամերիկյան առաջարկի մասին։ ԱՄՆ-ի խաղաղության ծրագիրը ներառում է Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրում, որոնք նման են ՆԱՏՕ-ի անդամներին, այս մասին հայտնել է Axios-ը, վկայակոչելով պարբերականի տրամադրության տակ հայտնված փաստաթուղթը։ Ուկրաինայի համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրը ներառում է անվտանգության երաշխիքներ, որոնք մշակվել են ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի օրինակով, ասվում է հրապարակման մեջ։ Նախագծի համաձայն ԱՄՆ-ն եւ նրա եվրոպացի դաշնակիցները պարտավոր կլինեն Ուկրաինայի վրա հարձակումը դիտարկել որպես հարձակում ամբողջ տրանսատլանտյան համայնքի վրա եւ պաշտպանել այն հակամարտության դեպքում։ Անանուն պաշտոնյան պարբերականի հետ զրույցում ասել է, որ ամերիկյան առաջնորդի վարչակազմը պլանի այս կետը դիտարկում է որպես Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու մեծ հաղթանակ։